1999-ի այս օրերի ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը դատարանում նստած է պատասխանողի աթոռին։ Նրան դատարան էր բերել Նիկոլ Փաշինյանի խմբագրած օրագրի մասին այն միտքը, որ այնտեղ տպագրվող բոլոր լուրերը հերյուրանքներ են։ Հակընդդեմ հայցով Սերժ Սարգսյանը պահանջում է 3 ամսով կասեցնել օրագրի տպագրությունը։ Մենք մնում ենք մեր դիրքերի վրա, մենք պնդում ենք, որ օրենքի որևէ խախտում չի եղել։ Երկուշաբթի օրը վերաքննիչատյան կմտնի Նիկոլ Փաշինյանի փաստաբանի կազմած բողոքը։ Հիշեցնենք, որ Առաջինատյանի դատարանը եւ Կենտրոն համայնքի դատախազությունը ոչ միայն չէին քննել մաքսանենգության եւ կաշառակերության մասին օրագրի հրապարակումները որպես առանձին քրեական գործեր, այլև հիմք ընդունելով միայն տուժող հանդիսացող կողմի ցուցմունքները Փաշինյանին դատապարտել են 1 տարվա ազատազրկման։ Ես կնդում եմ նորից, որ մեր հանրությունը իր պաշտոնյային, իր քաղաքական գործին, իր պատգամավորին, պատգամավորության թեկնածուին լիարժեք ճանաչելու իրավունք ունի, նրա մասին լիարժեք եւ ամբողջական ինֆորմացիա ստանալու իրավունք ունի։ Այն, որ մեր տված լրատվությունը ինչ որ մեկին դուրս չի գալիս, չի նշանակում, որ այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նշեց Նիկոլ Փաշինյանը։ Իդեպ մոտ 1 շաբաթվա դատարից եւ ՏՊԱ-ի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Հայկական ժամանակ օրաթերթը վաղը կրկին լույս կտեսնի։ Ասում այսօր արդեն համոզվեցի, որ գործ ունեմ մաֆիայի հետ, մաֆիա, որը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի կողմից։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը ներքաշված է մաֆիոզ կառույցների մեջ։ Բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում են, որ ինչ որ ձևով հնարավոր է փակել, կասեցնել օրագիրը, այդ մարդկանց երազախաբություն է սպասվում։ Թող իզուր օրագրի պատճառով ընդդիմությանը այդքան շատ նեղություններ չտան, որովհետև օրագրի լինելիությունը ամենևին կախված չէ ընդդիմության լինելիությունից։ Մենք իրավապահ մարմիններին այս հարցով չենք դիմել, նախ մի քանի պատճառներով, ու այդ պատճառներից ամենակարևորը թերևս այն է, որ մենք հարցը չենք դիտարկում քրեա իրավական որպես։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս 2 տարի է այս իշխանությունը, Քոչարյանի իշխանությունը կոնկրետ ու մնացածների ոչ միայն Քոչարյանի, Հայաստանի Հանրապետություն իշխանությունը անդադ խոսում անպատժելիության մթնոլորտից ու պարզվում է իրանց միջից ծնվում է մեկը, որը իրան համարում է Հայաստանի Հանրապետության տերն ու տիրակալը։ Ինչպես որ Մանդերս այդ որ ցածրավար դրաստատարանի դանիճից։ Առաջինատյանի դատարանի վճռի համաձայն օրագիր օրաթերթը պետք է $25,000 տուգանք վճարեր Միկա Արմենիա ընկերությանը թերթում տպված հոդվածը չհերքելու եւ բարոյական վնաս հասցնելու համար։ Օրաթերթի խմբագիրը կարծում է, որ դատավճիռը հակասահմանադրական է։ Ավելին, նրա խոսքերով Միկա Արմենիայի նախագահը նրան կաշառք է առաջարկել եւ խոստացել հրաժարվել հայցից, եթե Նիկոլ Փաշինյանը խոստանա, որ իր մասին այլևս չի գրի։ Խմբագիրը հրաժարվել է եւ այսօր Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը եկել էր բռնագրավելու խմբագրության գույքը։